Ողջույն սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ, որ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք մեր հերթական օրն ու հերթական վլոգը, իսկ ինչպես տեսնում եք, ես իմ վլոգը սկսում եմ իմ գեղեցկուհու հետ։ Մամա, մոռացար Չեմ մոռացան, ծերոցիկը պայուսագին մեջ է, վերջացրա կսշպեմ։ Այդպես որոշեցի նաև վլոգը սկսել, հիմա առավոտ 9-ն է ու մենք շտապում ենք մանկապարտեզ, որովհետև նախ հանդեսի փորձեր են անում արդեն ու հետո այսօր եւս ունեն նկարահանում երեխեքը, իրականում չգիտեմ ինչ նկարահանում է, որովհետև իրանք մի քանի օր առաջ արդեն նկարվել էին վինետկայի նկարները, բայց այսօր էլի մեր դասցիրակ ասեց, որ ունեն նկարահանում, դրա համար ինքը այսօր հագնվել է այսպես սիրուն պրինցեսկայի շորիկ, ինքը ցանկացավ որ այս շորիկը հագնի, ես էլ իրան չմերժեցի, բայց զգուշ ասեմ, որ այսօր իրան մանկապարտեզից շուտ ենք վերցնելու, որովհետև երեկ զանգեցին ու ասեցին, որ Անգելինան ունի պատվաստում, պետք է գնանք պոլիկլինիկա, դրա համար որոշեցի այսօր իրան տանել, որ համ մասնակցի, ապրե իմ աղջիկը շատ սիրուն է, որ համ ինքը մասնակցի նկարահանմանը, հանկարծ չբացակայի, համ էլ փորձերին, դրանից հետո կգնամ ու կվերցնեմ, չեմ թողնի որ քնի։ Մամա, չտիք եկան վերցրեց։ Մամա, նայ։ Սոված է շունիկը, հա? Տես հացիկ կուդ է։ Դե մի հատ է մեր հետևորդներին բարևի ու գնանք։ Գեղեցկուհի։ Մամա, անդի կուզե շունիկը կրում է լիտոն։ Հորևս։ Հոտո տեգա։ Ես էլ ես գրեթե հասնում եմ մանկապարտեզ, ինչպես արդեն առավոտ ասել էի, այսօր Անգելինաս պատվաստում ունի, հիմա շտապում եմ մանկապարտեզ, որ իրեն վերցնեմ, գնանք պոլիկլինիկա, իր պատվաստումը ստանա, որից հետո նինուլիկիս հետ պետք է գնամ խանութներով մի քանի բան ունենք իր համար վերցնելու, հետո կգանք տուն, հաց պիտի սարքեմ, որից հետո է ժամը 4-ին երեխեքը բարի փորձի են, իդեպ ասեմ, որ գեներալնի փորձերը բարի դպրոցում արդեն սկսվել են ու մինչև համեր կա, մինչև ամսու 30-ը իրանք ամեն օր 2 ժամով են պարելու, այնպես որ շտապում ենք, այսօր կարելի ասել վազքի օր է, բայց պետք է շտապենք, որպեսզի ամեն ինչ հասցնենք, մտնեմ Անգելիս վերցնեմ ու գնանք։ Չա։ Ես բանը չլացեցի կրա աշտանք տուն, են մյուս տունը։ Անգել հլնձիսա ցաված, որ սրսկեցին թևըտ, չցաված, ամբրիմ ուժեղ աղջիկը։ Շատ ուժեղ ես դու, գիտես։ Հորևս։ Վերջիններս մենք պատվաստումն էլ ստացանք, վերջի պատվաստումներ Անգելինայից։ Հիմա գնանք տուն, հետո նինուլիկից հետ պետք է գնամ խանութներով ու այդպես։
Մի չլավ։ Մամ, լոկո սիրուներ, հե։ Հարևս շատ սիրուն է։ Հայ, սիրուններս մենք հոգնած, ջաղջաղված, ուժասպառ ընկանք տուն։ Անգելինային հիվանդանոցից տուն եմ բերել, ես էլ տուն չեմ բարձրացել, նինուլիկը իջել է, մի անգամից գնացել ենք խանութներով, մի քանի սիրուն շորիկներ նինուլիկիս համար վերցրեցինք ու համել էլի մանր-մունր բաներ ունեինք գնելու, այդ գնումներն էլ արեցինք ու ես հոգնած ջաղջաղված ընկանք տուն, հիմա քուրիկս սուրճ է պատրաստում մեր համար, սուրճ խմենք, մի փոքր թարմանանք, հանգստանանք ու ես արագ անցնեմ ընթրիքի պատրաստմանը, քանի որ մամայիս ասել է, որ ինքը ոչ մի բան չպատրաստի, որ այսօր ես եմ ուզում հացը սարքել, պլանավորել եմ պատրաստել սմբուկ խորոված և բրոկոլիով աղցան, գիտեմ, որ առանձնահատուկ այսպես ինչ-որ տարբերվող բաղադրատոց չեմ ներկայացնելու, բայց շատ ամառային, թեթև ընթրիք է լինելու ու նաև շատ համով ու ցանկացած ձեր հետ ևս կիսվել իմ տարբերակով։ Ժողովուրդ, ժամանակ խնայելու համար եկեք ես համ սուրճս կխմեմ, համ էլ այս սմբուկները դնենք խորովի գազի վրա, որպեսզի մի փոքր արագ ստացվի պատրաստման ընթացքը, հատկապես որ այս ընթացքը մի փոքր ավելի ժամանակատար է։ Մինչև այս ամեն ինչը կխորովվի, ես էլ կհասցնեմ սուրճս խմել։ Իսկ մյուս կողմում եփում եմ աղցանի համար հավի կրծքամիսը, այս տարբերակով ժամանակ եմ խնայում, այստեղ նաև սմբուկներն է, որոնք արդեն շրջել եմ, այսպես բոլոր կողմերից մի լավ խորովում ենք, որպեսզի մեր ուտեստը համով ստացվի։ Հաջորդիվ խորովում ենք նաև պղպեղը, էլի բոլոր կողմերից մի լավ խորովում ենք։ Մինչ վերջնական կխորովեն պղպեղները ևս, ես ժամանակ չեմ կորցնում ու կտրատում եմ լոլիկները, որոնք արդեն եղևա զրկել եմ։ Չորս միջին չափի լոլիկները լրիվ բավարար են այս ուտեստը պատրաստելու համար, քանի որ չեմ ուզում, որ շատ թթվաշ լինի, հա։ Սիրուններս, մի հատ նայեք ինձ սիրուն տեսարան է, խորոված բանջարեղեն։ Մենք ամառվա ընթացքում իրականում շատ ենք պատրաստում այս տեսակը ու ինձ հետաքրքիր է իմանալ, թե դուք ինչ տարբերակով եք պատրաստում բիբար բադրջանը։ Այս տարբերակով շատ համով է լինում, այստեղ ես նաև կտրատեցի լոլիկը, հիմա կտրատելու եմ սոխը, վերջում ավելացնելու ենք մի քանի պճիղ սխտոր, որը շատ համով համ է հաղորդելու ուտեստին և ամենավերջում իհարկե կհամեմենք արդեն թարմ կանաչիով ու կվայելենք։ Հիմա այս մի բաժինն էլ պատրաստվի, մինչև սրանք կսառեն, կմաքրեմ ու արդեն ամեն ինչ կխառնեմ իրար, իսկ այս ընթացքում պատրաստենք աղցանը։
moments later. Սիրուններս, ես վերջապես վերջնական տունն եմ, այսօրվա այսքան երուզերից հետո հազիվ եկանք տուն ու արդեն տունն եմ, չնայած որ արդեն երեկո է, բայց քան ասել էի չէ, որ Նինուլիկիս հետ խանութներով եմ գնացել իրեն մի քանի բան գնելու համար, ուզում եմ հիմա գնումները ցույց տանք։ Նախ ասեմ, որ գնալու ենք էքսկուրսիա հունիսի 25-ին ու Նինուլիկս լողազգեստ չուներ, ավելի շատ դրա համար ենք իջել, որ իրեն լողազգեստ վերցնենք, համ էլ առիթից օգտվեցինք ու մի երկու սիրուն շորիկներ էլ վերցրեցինք, որոնք հերթով եկեք ցույց տամ։ Նախ ցույց տանք լողազգեստը, քանի որ այնտեղ լինելու է բասեին, լողավազան, դրա համար լողազգեստի կարիքը ուներ, շորտով տարբերակն եմ վերցրել իր տոպով, որպեսզի ավելի հարմար ու կոմֆորտ լինի։ Այստեղ երեխեքի համար վերցրել եմ այսպիսի կորսետներ, որոնք արդեն հագել է Անգելինան։ Մամա, դիք արել եք, որ էշտանք ընդ որ լողանա, մտիկ հագնի։ Հարևս, Նինուլիկինն էլ սրա վարտակույնն է։ Հետո երեխեքի համար նաև վերցրել եմ այսպիսի փչվող օղակներից, որ չխեղդվեն, ջրի մեջ ավելի ապահով լինեն, դա էքսկուրսիայի պահով։ Հետո Նինուլիկիս համար վերցրել եմ նմանատիպ շորտ, ջինսեր, քանի որ հունիսի 30-ին էլ իրենց հաշվետու համերգն է ու պարելու, որտեղ անհրաժեշտ էր նմանատիպ շորտ, դա էլ միանգամից գնեցինք։ Հետո Նինուլիկս Անգելինայից այն սպիտակ սեթը շորտով տեսավ ու շատ հավանեց ու ինքն էլ էր ուզում դրանից ունենալ, այսօր կար։ Ես չգիտեի որ դրանց այդպես բան կդառներ։ Հարևս, դրա համար նրան Նինուլիկիս համար էլ վերցրել ենք վարտակույնը։ Ու բանջիկով։ Հետնամասում կա այսպիսի սիրուն բանդ։ Սա իր շորտը, էլի շատ սիրուն, իր տոպիկի հետ։ Սա այսպես, և վերցրել ենք նաև այսպիսի շատ սիրուն կիսաշրջազգեստ իր կորսետով, որը շատ սիրուն էր, կարծես հենց Նինուլիկի համար կարված լիներ։ Սիրուններս, որոշեցի սուրճս, օրվա վերջի սուրճը, այսպես ասած, խմել պատշգամբում, քանի որ արևը մայր է մտել ու բավականին հաճելի հով եղանակ է, ճիշտ է ամպերը մի փոքր գորգորում են, երևի երեկոյան արդեն անձրև կգա, բայց հիմա շատ հավես եղանակ է դրսում, այնպես որ բայլում ենք սուրճը մաքուր օդին։ Ու բացի դրանից ուզեցա վլոգը ևս ամփոփել, քանի որ այլևս նկարելու ոչ մի բան չունեմ, ամեն ինչ ձեզ ցույց տվեցի, այն ինչը որ պիտի ցույց տայի, ու մինչև վլոգի ամփոփելը ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել այն բոլոր հետևորդներին, ովքեր ինձ բաժանորդագրվեցին, շնորհակալ եմ անչափ ինձ աջակցելու, իմ ալիքը առաջ տանելու համար, ձեզանից ոչ մի բան չի գնում, եթե բաժանորդագրվեք, իսկ դա ինձ կօգնի ալիքի առաջ խաղացման ու զարգացման համար եւ իհարկե ինչու՞ չէ նաեւ կոգեշնչի ինձ ավելի հետաքրքիր, հավես ու տարբերվող վլոգներ նկարելու համար, այնպես որ անչափ շնորհակալ եմ, ճիշտ է, այս
ալիքը նոր եմ բացել ու ամեն ինչ սկսում եմ 0-ից, դրա մասին մեկ այլ վլոգում ավելի մանրամասն կխոսեմ, թե ինչու էսպես ստացվեց, ահավոր շատ ցավում եմ, որ իմ հին ալիքի բաժանորդները չգիտեն այս մասին ու հույսով եմ, որ կտարածվի վլոգներս YouTube-ում ու իմ հին հետևորդներին եւս ես նորից կվերագտնեմ, այսպես ասած։ Մի խոսքով սիրուններս, այսքանով ասում եմ ձեզ մնաք բարով եւ խաղաղությամբ, սիրում եմ բոլորիդ շատ։ Դե իսկ մենք կհանդիպենք հաջորդ վլոգում, որը ի դեպ ասեմ, որ չի ուշանա, հաջորդ վլոգը լինելու է քաղաքից դուրս, իսկ թե ուր ենք գնում ու ինչպես ենք պլանավորել մեր հանգստյան օրերը անցկացնել, եթե դեռ չես բաժանորդագրվել, ապա սեղմի զանգակ կոճակի վրա բաժանորդագրվելով ինձ ու իմ ալիքին, որպեսզի չկորցնես, քանի որ առաջիկա վլոգներն ավելի հետաքրքիր ու ինֆորմատիվ են լինելու եւ ինչու ոչ նաեւ շատ տեսարժան, այնպես որ կհանդիպենք հաջորդ վլոգում, պակա։